Ժողովուրդ ջան, մոտ մի ժամ առաջ կհիշեք ես կանխատեսում արեցի, որ հենց նման զարգացում ենք տեսնելու։ Անկեղծ եմ ասում, նաև այդ դահլիճում էլ ուղիղ ասեցի, թող ես սխալված լինեմ, թող մենք սխալված լինենք, բայց ԿՊԿՀ-ից ուրիշ բան սպասել հնարավոր չէ, ժողովուրդ ջան, ամոթ! Ժողովուրդ ջան, մենք մի բան կարանք ասեմ, կոնկրետ այս աստիճան ապօրինություն ընտրական գործընթացներում չի եղել։ Չի եղել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանի վճռի պայմաններում, որ պետք է կատարի վերաքվեարկություն, չանի դա, սենց նախադեպ չկա, ու այս լինում է մեր բոլորի աչքի առաջ, բայց այս ամեն ինչը նաև նպատակ ունի, որ ձեզանից շատերի մոտ հուսահատություն առաջանա, ու բայց դա չի լինելու, ժողովուրդ ջան, չի լինելու, տրամադրությունները տեղը, մենք այս կետից ունենք նաև լրացուցիչ գործողություններ, որ անելու ենք, մենք այնպես չի, որ անակնկալի ենք եկել, կոնկրետ իրավական գործողությունների տեսանկյունից, իհարկե, նույն չափ անկախության խնդիր ունեցող մեկ այլ մարմին էլ սահմանադրական դատարանում, բայց այդ մարմնի առաջ կյանքում չի եղել դեպք, որ վարչական դատարանի վճիռ անտեսվի, օրենսգրքի սև ու սպիտակ գրած դրույթը անտեսվի, տենց դեպք չի եղել, դե հիմա մի հատ էլ այդ դեպքը կամրագրենք, լավ, չասենք ուրիշ գործողություն կանենք, կամրագրենք, ցույց կտանք, կշարժվենք առաջ, մի վարկյան չընկճվեք, ժողովուրդ ջան, որտեղ սենց տեսակ ապօրինությունները հենց դրա համար արվում, որովհետև այս մարդիկ հասկացել են, որ իրենք չեն հաղթել, չեն հաղթել։ Իսկ ԿՊ-ի, ԿՀ-ին մի հատ էլ կասենք, ուղղակի մարդկայնորեն ինչքանով որ դա հնարավոր է, ամոթ, 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 Սիրելի հայրենակիցներ, նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այս ամենը նաև մի քողարկված նպատակ էլ ունեցել, որ մաքսիմալ հնարավորություն ստեղծվի, որ ընդդիմադիր դաշտը լինի չհամախմբված։ Այս ընթացքում արդեն կոնսուլտացիաներ են տեղի ունեցել քաղաքական, քննարկումները տեղի են ունեցել, եւ ես հակիրճ կներկայացնեմ հայտարարության տեքստ, որը արդեն իսկ այս փուլում թվով 6 կուսակցությունների կողմից հաստատվել է եւ համատեղ հայտարարություն է եւ այն կարճ ժամանակ հետո նաեւ կներկայացնենք թե որ այլ ուժերը եւս միացել։ Սիրելի հայրենակիցներ, հայտարարության հակիրճ տարբերակը կներկայացնեմ, տրամաբանությունը հետևյալն է, թվով 6 քաղաքական ուժեր, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, Ազգային ժողովրդական բևեռ կուսակցությունը։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը ստորագրելով այս հայտարարության տակ հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ
լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Այո! Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում, պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտության իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում եւ գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից եւ իհարկե տեր ենք կանգնելու յուրաքանչյուր քվեին, որը տրվել է մեզ, եւ արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիկ արել են, չեն հաղթել։ Հետագա գործողությունների մասին, սիրելի հայրենակիցներ, լրացուցիչ կիրազեկենք, առնվազն գործողություններ կան, որոնք կատարվելու են։ Բայց մեկ անգամ եւս որևէ մի պահ հուսած չլինեք, ժողովուրդ ջան, գնում ենք առաջ։ Այո!